Ապրիլի 25-ին Հայաստանում նշվել է քաղաքացու օրը, որը սահմանվել է իշխող խմբակցության կողմից 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Տոնի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր օրը նշելու, այսպես ասած, խորոված փարթիով։ Տոնակատարություններն ընթացել են Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցում, որտեղ տեղադրված տաղավարներում պատրաստվել, վաճառվել են խորոված ու այլ սնունդ։ Իսկ երեկոյան կայացել է համերգ տեղական եւ արտասահմանյան աստղերի, ինչպես նաեւ վարչապետի մասնակցությամբ։ Ընդդիմությունն ու իրավապաշտպանները քննադատել են տոնի անցկացումը, որը հաջորդել էր ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ապրիլի 25-ն անվանել է խաբված քաղաքացու օր։ Միևնույն ժամանակ անկախ դիտորդ հասարակական կազմակերպությունը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, տոնական համերգի կազմակերպման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր։ Ըստ իրավապաշտպանների իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումը ֆինանսավորվել է մեկ դոնորի կողմից, ինչը հակասում է օրենսդրությանը, որի համաձայն նախընտրական քարոզարշավի ժամանակ մեկ անձի նվիրատվությունը կուսակցությանը չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը։ Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել Երևանում, պարզելու արդյոք քաղաքացիները մասնակցել են քաղաքացու օրվա միջոցառումներին եւ ինչպես են վերաբերում տոնի անցկացման ձևաչափին։ Վարչապետի մասին շատ վատ կարծիքի եմ եղել ասած։ Ոչ չեմ մասնակցել ես։ Ինչու քաղաքացի չէ։ Քաղաքացին, բայց ես այդ օրը չեմ մասնակցել, որովհետեւ դա նորը չի որ իրանք փարքինգ էին անում, ցավոտան։ Ինչու այդ օրը չէր։ Որովհետեւ 24 հետո 25 ոնց կլինի բարելերը պիտի։ Հələ սուկը լրիվ չեն վերացել, ապին բան։ Եթե չեմ սխալվում, չեմ մասնակցել, ցանկությունը չեմ ունեցել, ինչ որ վճարով է եղել խորովածը։ Լավ է, քեզ չէ, նորություն է։ Ոչ, չեմ էլ ուզում մասնակցել։ Իմ ընկերուհին հրավիրել էր, ասել էր, որ լինելու է հյուրասիրություն։ Ես այնտեղ տեսա պարոն Ավինյանին ու իր թիկնապահներին խնդրեցի, որ քաղաքացու կողմից հարց ուղղեն։ Եթե հյուրասիրություն է, ապա պետք է լինի անվճար, բայց ցավոք վճարով էր։ Դա ինձ համար նոնսենս էր։ Չի խանգարել, պրինցիպի, չէ, որտեղ շատ մարդը ես առավոտվա ժամերին եմ եղել 12-ի, 1-2-ի կողմերը, մարդը շատ չէր եւ աղմուկը չի խանգարել։ Չեմ գնաց եմ մասնակցել, ոչ հետաքրքրել է։ Լսվում է, մեր միգնու որոշավ, հա։ Տան միջից լսվում է լավ, հանգիստ է։ Ոչ, ցանկություն էլ չունեի, ոչ էլ տրամադրություն։ Արցախից եմ, ինձ ինչ ամուսինս է զոհված։ Չէ։ Բա ինչու քաղաքացի չէ։ Քաղաքացի եմ։ Ամ ժամանակ չունեմ։ Քաղաքում չեմ եղել, բայց ողջունելի է, ինչն է խնդիրը։ Խնդիրը չեմ ասում։ Վարչապետը խորոված ուտելու էր հրավիրել։ Այս ձևաչափը փողոցում, հատկապես որ նախորդ օրը ապրիլի 24-ն էր, ձեր համար ընդունելի է։ Մենք մեր տուրքը մատուցել ենք մեր զոհերին։ Հաջորդ օրը արդեն հաջորդ օրն է։ Փոխվում է օրը։ Եթե հայն չի սիրում, ինչ են անում։ Ոտնատակ են, չէ անում ոնցով։ Այդքան մի բան։ 24-ից հետո 25-ը։ Ոչ, Չեմ մասնակցում նման բաներին։ ոչ։ Մենակ համերգին։ Չէ, ինչի խանգարել, ես չեմ մասնակցել, դե կյանքը ամենքը պետք է մի ձևով, դա քաղաքացի օրն է, այդպես էին ուզում նշեին։ Չի կարելի այդքան քննադատել, ամեն ինչ նորմալ է ինձ թվում։ Ես հա մասնակցել եմ, ման եմ եկել այդ փողոցով։ Հետո էլ համերգին եմ ներկա եղել։ Խորոված կերել եք։ Չէ։ Ինչու։ Սոված չի, կերած։ Ես քաղաքացի եմ, բայց չհամարեցի, որ դա իմ օրն է։ Չի կարելի ապրիլի 24-ից հետո հաջորդ օրը նմանատիպ միջոցառում կազմակերպել։ Վարչապետը խորոված փարթի էր հրավիրել, բայց քաղաքացիների մոտ շփոթմունք էր եղել։ Մտածում էին հյուրասիրությունը, բայց բավական թանկ էր։ Ինչու էր այդպես ստացվել։ Չեմ կարող ասել ինչու էր ստացվել։ Երևի թե ինչպես միշտ, ինչպես ցանկացած խոսույթ, մանիպուլյացիա, այդքան բան, երևի թե պետք էր ցույց տալ, որ այդքանակի կոնտինգենտ է հավաքվում։ Ինքը շիդարուզես կոնը շատ լավ էր։ Այդ օրվա ելույթը շատ ավորը շատ լավ էր։ Ես իբր սուրիացի դա Հայաստանին քաղաքապար չունիմ, ադոր համար աղվոր դեսա։ Ճիշտ ասած, մի քիչ սազական չի։ Անմիջապես հաջորդ օրը սազական չի։ Ոնց որ բառացուցար են տալիս էլ։
Չեմ մասնակցել, ճիշտ ասած աշխատանքի եմ եղել, բայց ցենց մարդաշատ միջոցառումներ ճիշտ ասած չեմ սիրում, ցենց տնից չի մասնակցի։ Համարում եմ քաղաքացու օրը լավ միջոցառում է ինքը իրանով, բայց ապրիլի 24-ից հետո միգուցե մի քիչ տեղ ինչի։ Հա, այդի իրոք դեմ եմ, որտեվ 24-ը եղերն է, իսկ 25-ը չի համապատասխանում ծանր դեպքերից հետոյի համար։ Չեմ մասնակցել։ Ինչու՞ չեք մասնակցել բա։ Դե ես հարմար չի եղել, չեմ մասնակցել։ Ես էլ եմ լսել, որ վաճառվում էր, բայց թե ինչու համար է չգիտեմ։ Չեմ մասնակցել ճիշտ ասած, բարձիկ չունեմ դրա վերաբերել։ Աղմուկը հասել խանգարել է ձեզ։ Չէ, չի խանգարել։ Ես հետո եմ իմացել, որ նման արարողություն է եղել։ Մենակ օտորը ոչ մեկին չի բանանում մասնակցել։ Մենակ իրեն կողքում հատիկ են մասնակցելու։ Չեմ լսել։ Իսկ կողմ եք, որ ապրիլի 24-ից հետո խորովածով բարձր երաժշտությամբ տոնը նշվեր։ Կարծիքն է հետաքրքիր։ Դա ես вообще տանել չեմ կարողանում։ Չէ, այնտեղ աղմուկը չկա։ Այդ օրը չէ, որտեղ դուք ես տրամադրում ես, որ պետք է նշվի, ուրեմն նշվի։ Անկախ նրանից ինչ միջոցառում ա եղել, ինչ ա եղել, ուղղակի եղերն ապրիլի 24-ից հետո իհարկե տհաճ է։ Մաշտոցի պողոտայում ենք ապրում, բայց երևույթը տգեղ էր, ինձ դուր չեկավ ամեն դեպքում, որովհետև հենց անմիջապես Եղեռնի զոհերի հիշատակի տարելիցի հաջորդ օրը չարժեր խորոված փարթի անել։ Բովանդակային առումով, որովհետև խորովածի ծուխը եւ աղմուկը չի լսվել տանը, այսպես ասեմ։ Ոչ։ Ինչու՞ չեք մասնակցել իսկ։ Ժամանակ չեմ ունեցել ճիշտ ասած։ Իսկ եթե ունենայիք կմասնակցեիք։ Իհարկե այո։ Ինչպես եք կարծում ապրիլի 25-ից հետո նման ուրախ ձևով տոնը նշելը ընդունելի էր թե չէ որպես քաղաքացի։ Ընդունելի էր անպայման։ Պետությունը պարտավոր չէր, ասենք այդքան ժողովրդին, ասենք կարողանար մատակարար էր։ Գիտ ամեն ինչ կարելի էր անել, եթե ուզում էին անել, մի ամիս հետո, ասենք թե։ Ես դաժե չեմ էլ իմացել, որ վաճառվում էր, դա ավելի ամոթ իրանց, ինչ ասեմ։ Ես այս շենքում եմ ապրում, ամեն ինչն էլ լսել եմ, ծուխնել եմ, զգացել, բանել եմ լսել, դա այդքան չէր խանգարում, ավելի շատ խանգարում էր ինքը երևույթը։